Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից երկրի մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Իդեպ որոշումը կայացվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչի Հայաստան կատարած այցի նախօրեին։ Որոշման կայացումից մեր ժողովուրդն անտեղյակ է, ասել է, թե գործ ունենք հայ ժողովրդի թիկունքում գաղտագողի կայացված որոշման հետ։ Ով է հանել այդ, որ ասում է կնիքը հան։ Բա մի հատ այդ հարցը ինչի համար իրանք չեք տալիս։ Պարզաբանման համար։ Ախր այս ժողովուրդը աշխարհում իրավիճակ է փոխվել։ Հա, ինչ իրավիճակ։ Ես հարց եմ տալիս։ Դուք լրագրողները, լրագրողական, ասենք, բան անցկացնելով, ասենք, մի 3, 4, 6, 7, ասենք, լրատվական միջոցներով մոտեցեք հարցրեք այդ հանողին, ասեք ինչի համար եք անում։ Այսօր լրագրողները հարցրել են։ Պատասխանը հետևյալը, էմոցիաներով չենք առաջնորդվում քաղաքական հարցերով։ Հասարակ ժողովուրդը արդեն այնքան խճճվել, որ արդեն իրողություն չի կարող տարբեր իրական դավաճանության կամ եսի միջի հետ։ Հասկացաք ինչ եմ ասում։ Աչքի չգիտի իրականությունը ինչա, մեկը ասում է սուտ է, մյուսը ասում է սուտ չի, մեկը ասում է ճիշտ է, մեկը ասում է ճիշտ չի, որ մեկին հավատան։ Կառավարության որոշումն է եղել նոյեմբերի 1-ից հասարակ մի բան, նույնիսկ եթե սխալ է, իրավունք չունեն կամ մեր սրբերին կպնելու, դա պարզաբանման արդեն ենթակա էլ չի։ Մի հատ հարց տվեք, ինչ պարզաբանման մասին է խոսքը, եթե արել է առանց ժողովրդին հարցնելու։ Ով իրավունք ունի հողը, որը պատկանում է ժողովրդին, տա ուրիշին կամ փոխանցի կամ չգիտեմ ինչ անի, բայց այսօր ժողովուրդը տեղյակ է ինչա կատարում, իր հետևում։ Իմանում է արդեն ուշ է։ Հարցնում ես, ասում ես՝ «Խի տվեցի», ասում ես՝ «Չեմ տվել»։ Այն կներեք մանկական լեզվով ասած պահկվոց են խաղում։ Մանարի քթի։ Հանելու կա։ Արարատ լեռը ինչու՞ր է խանգարում, որ կնիքի վրա է։ Ես դες ասեցի։ Ոչ մեկը իրավունք չունի սրբերին կպնելու, նա մեր սրբությունն է։ Մեկը ասում է Արագածը, մյուսը ասում է Արագածը թողեք, Արարատին սիրեք, մյուսը ասում է մյուսը։ Արդեն ուր ենք հասել։ Մի հատ հələ հետ նայեք էլի։ Մի հատ հետ նայեք։ Մի ժամանակ ֆուտբոլի խաղի ժամանակ գերբն էին հանում, այն ժամանակ գյուլներ եկե, հիմա մյուսն է հանում, ինչից ախր սկսվում է դա պատմությունը, մի անգամից դուք նայում եք այսօրվա առօրյան, մի հատ հələ հետ նայեք էլի։ Ինչի համար այն ժամանակ այդ նույն հարցադրումը, որ հիմա եք հարցնում, ինձ չէիք տալիս։ Հա? Բայց չէ որ հարցը դրանից է սկսվում, մարդու վերքը որ լինում է, այն որ ասում է ցավը տիրոջն է տալիս։ Հիմա այդ ցավից բացի սպի մնացել է, չէ։ Բայց չէ որ չենք մոռացել։ Բայց ինչի են պահում։